Ես կարծում եմ ինքը մեծ շատ կարևոր ակցիա է, որովհետև պետք է վերջո մի օր վերջ դրվեր այս համատարած բռնատիրություններին, որովհետև այսօրվա մեր այդ բանտերը, այսպես ասած, իրենք բանի են վերածում կամաց մի վայր, որտեղ մարդը, երբ որ այլ կարծիքի հայտնում, իրեն տանում են այնտեղ իզոլացնում են, դա դարձել է ներքաղաքական գործիք, որը առանց որևէ ինչ-որ սահմանների, առանց բաների օգտագործում են իշխանությունները եւ այս կերպ եւ պատրաստվելով 26 թվականի ընտրություններին։ Եթե մենք հանդուրժենք այս դրսևորումները 26 թվականից հետո նրանք այլ ավելի լկտիանալու են եւ սա ոչ թե հենց այնպես ենթադրություն է, սա փորձով ապացուցված բան է։ Եվ մենք տեսել ենք, որ իշխանությունները եթե ինչ-որ մի բան անում են եւ դա մարսում են, դրանից հետո իրենք ել ավելի այդ նույն դրսևորումն ել ավելի լկտի ձևերով են հանդես գալիս, այնպես որ քանի ինքը չի մեծացել, ավելի լայն թափեր չի ստացել, քանի որ հազարավոր, տասնյակ հազարավոր մարդիկ պարզապես կարծիք արտահայտելու համար չեն հայտնվել ճաղերի հետևում, պետք է վերջ դրվի այդ ամենին եւ հանրությունը պետք է միավորվի դուրս գա եւ իր միասնական ոչը ասի այս գործելավոճին։ Սրբազան պայքարի բոլոր գործով անցնող բոլոր քաղաքացիներին քաղբանտարկյալ եք դուք համարում։ Հայաստանում կան բազմաթիվ քաղբանտարկյալներ եւ այստեղ ես չի առանձնացի միայն սրբազան պայքարի մարդկանց։ Ինչու, որովհետև նրանք բոլորն էլ մնացածն էլ, տեսեք, օրինակ ես եւ դուք կարող ենք տարաձայնություններ ունենալ սրբազան պայքարի այդ մարդկանց հետ, չէ՞, այլ քաղաքացիներ նույնպես, բայց դա չի նշանակում, որ եթե մարդը այլ կարծիքի արտահայտում, որը մեզ դուր չի գալիս կամ մեր քիմքին հաճելի չէ, դրան պետք է դրա համար ձերբակալել։ Այն բազմակարծությունը, որ կա, դա մեր հարստությունն է եւ դե մենք պետք է կարողանանք դա փայփայել, պահպանել եւ կարողանալ այդ բազմակարծության մեջ նաեւ իրար հետ լեզու գտնել, որտեղ ունենք ընդհանուր շահեր, ունենք ընդհանուր վտանգներ, սպառնալիքներ արտաքին, որոնց մասին պետք է կարողանանք քաղաքակիրթ զրուցել եւ հասկանալ իրար, լուծումներ գտնել։ Այնինչ անում են օրվա կառավարիչները, նրանք սա պարզապես ագրեսիվ փոքրամասնության վարք է։ Իրենք շատ լավ հասկանում են, որ այս վերջին սոցիոլոգիական հետազոտության արդյունքները, որ ներկայացրեցին, շատ լավ հասկացան, որ իրենք պարզապես փոքրամասնություն են, ազուտ 4-ը վերև ցույց էր տալիս, անկախ այն բանից, որ որոշակի թիմերում իրենք արդյունքներ են բանանում։ Քաղաքագիտական վերլուծություն է ցույց են տալիս, որ մարդկանց մեծամասնությունը, երբ որ չի մասնակցում, իրենց այդ 15%-ը դառնում է շատ մեծ արդյունք հաղթում են թիմերում։ Նույն բանը իրենք պլանավորում են նաև 26 թվականին, հետեւաբար ցանկացած տարակարծություն, ցանկացած կազմակերպված խմբերին նրանք պետք է փորձեն ճնշել, որ իրենք հաջողություն ունենան։ Հակառակ պարագայում հաջողություն չեն ունենալու։